Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, տեսեք, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարեց, որ այսուհետ բոլոր այն երկրները, որոնք Իրանի հետ առևտուր կանեն, Միացյալ Նահանգների հետ կշփվեն այլ մակարդակում, պայմանական ասած, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա ստիպված կլինեն աշխատել 25% մաքսատուրքի պայմանով Միացյալ Նահանգների հետ նկատի ունեմ։ Հիմա ինչպես կհարցներ Չեռնիշևսկին, ինչ անել, հաշվի առնելով Իրանի հետ մեր թե բարեկամական հարաբերությունը, թե բավական լուրջ առևտրաշրջանառությունը, դեպ Միացյալ Նահանգների հետ էլ մենք բավական լուրջ առևտրաշրջանառություն ունենք, ընդ որում մի քիչ ավելի շատ, քան նույնիսկ Իրանի հետ։ Ինչ անել։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ ասել, որ երբ որ սկսվեց այս բարդ process-ը Իրանի ներսում, այդ բողոքի ակցիաները, այդ նույն պահին ես ասացի, որ դա իր մեջ պարունակում է մեզ համար վտանգներ։ Պարզ է, հարևան երկիր է, ընդհանուր ցամաքային սահման, մեզ ձեռնտու է, որ կայուն լինի, որ այդ սահմանն էլ աշխատի, հետո մենք ունենք իրոք մեծ առևտուր, մեծ համագործակցություն էներգետիկայի ոլորտում, ու տեսակ մի քանի օր անց 10 օր անց այդքան սրվեց իրավիճակը եւ ներսում եւ պարզ է Ամերիկայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի հետ, որ դուրս են գալիս խնդիրներ մեր առջև կանգնած։ Օրինակ ես սպասում եի խնդիրներից մեկը կլինի նա, որ օրինակ եթե մեծ թվով փախստականներ լինեն, ինչ որ տեղաշարժ միգրացիոն process-ներ, պարզ է ծանր սոցիալական պատճառով, բայց տեսակ որտեղից դուրս եկավ խնդրեմը։ Միացյալ Նահանգներից Թրամփը ասում է նախագահ Միացյալ Նահանգների ով հիմա շարունակում է աշխատել, դա խնդրեմ է մեզ համար, մենք ինչ որ տոկոսներով կխեղդենք մաքսատուրքերի։ Բայց ստեղ կարելի է լուծել այդ հարցը, բացատրեմ ինչու։ Հայաստանը ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին լրջագույն փաստաթղթեր ստորագրեցին, Թրամփը հպարտ է, որ կարողացավ հաշտեցնել մեզ, ինչ որ չափով իրոք ճիշտ է դա է պատճառը, որ դրա այդ լարերի վրա պետք է աշխատել։ Հիմա եթե Հայաստանի դեմ ինքը ասեց, որ այդ պետությունների դեմ չասեց Հայաստան, ուրեմն նաև դա վերաբերում է Ադրբեջանին, չէ՞։ Մյուս կողմից գնում է լրջագույն չեք պատկերացնում ինչքան լուրջ բանակցություններ երկկողմ եւ Ադրբեջանի հետ եւ Հայաստանի հետ ուրեմն այդտեղ պետք է աշխատես ուղղակի մերոնք պետք է բացատրեն որ մենք ունենք սահմաններ փակված մենակ այս երկու սահման բաց ունենք ուրեմն միջև շրջափակում դուրս գանք այս վիճակից մեղմ եղեք ուղղակի այդտեղ աշխատանքի բացատրության խնդիր է Ոչ մեր վրա դա չպետք է տարածվի, այդ էլ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների հետ այդքան մեծ բան չի առևտուր, որ մի հատ էլ բանը տոկոսները մեծացնեն մաքսատուրքերի։ Բայց ուզում եմ ասել, որ քաղաքական ստեղ ասպեկտ կա, ոնց մենք պետք է արձագանքենք։ Մեր կառավարությունը զգուշավոր է, ինչ որ չափով դա կարելի է նույնիսկ հասկանալ, բայց պարզ է, որ էլի զարգացումներ վտանգավոր կլինեն, այսօր դուք գիտեք, պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների հայտարարություն արեց, որ խորհուրդ է տալիս շտաբ բոլոր իրենց քաղաքացիներին դուրս գալ Իրանից։ Օգտագործելով Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները։ Դա կոմպլիմենտ է։ Ուրեմն մեր ցամաքային սահմանը Իրանի հետ Թուրքիայի սահմանը վստահելի ճանապարհներ են։ Մյուս կողմից դա կոմպլիմենտ է, չէ՞, իրանք ուզում են դրական ասել Հայաստանով մենք հավատում ենք Հայաստանին։ Բայց այդ հետևանքները մենք պարզ տեսնում ենք, բացի դրանից հետևանքներից մեկը դու գիտեք այս թրիչքները չեղյալ համարվեցին, փակվեցին, ժամանակավոր Տեհրան, Երևան, Տեհրան։ Բայց Կասպյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ ոչ թե չեղարկվել են, որովհետև այնտեղ բողոքի ակցիաներ են անվտանգ, այլ որովհետև ուղղակի պահանջարկ չկար։
այդ բանը։ Ну, ես չեմ բացառում, որ դա էլ կա, բայց նաև չվերթներ փակվեցին այլ ուղղություններով, այդ իմացեք, օրինակ Թուրքիայի հետ։ Հակառակ դեպքում Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կասեր օգտագործեք նաև ինքնաթիռը հասեք Թուրքիա։ Չէ, բայց բացատրություն կարելի է տալ, օրինակ իշխանությունները Իրանի հիմա բացատրություն են տալիս, որ այդ բողոքի ակցիաները մարդաշատ չեն։ Բայց երբ որ կադրերը նայում ենք, կարծես թե չի համապատասխանում իրականության, բայց միտքս ինչու է կայանում։ Ցանկացած հարևան երկրում ապակայունացումը կազդի մեզ վրա, ու այդ ազդեցությունը մենք տեսնում ենք։ Հիմա տեսեք, եւ Թրամփը հայտարարեց, հետո արդեն Իրանի արտգործնախարարը Արաղչին հաստատեց, որ այնուհանդերձ Իրանի, Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ որոշակի հարաբերություններ կան, այսինքն շփումներ կան, բանակցություններ ընթանում են եւ ըստ ձեզ ուր կտաներ այդ բանակցությունները, ինչ որ հույս կա, որ լավ կլինի։ Ну, ես մեկ հարցով ուրախացած էի, բաց ցես ասեմ, երբ որ Իրանի իշխանությունները ասեցին պատրաստ ենք բանակցել, դա ուղղակի 2 թե 3 օր առաջ էր, պատրաստ ենք բանակցել միջուկային ծրագրերի հետ կապված Միացյալ Նահանգների հետ։ Իրանք իմ կարծիքով այդ քայլով ու Տրամփը հաստատեց, որ հենց Իրանը առաջարկություն արեց այդ հարցով բանակցություններ վարել։ Միջ այդ Իրանը հիշում եք հրաժարվում էր։ Ինքը ասում է, քանի որ դուք ռմբակոծել եք 12 օրյա պատերազմի ժամանակ մեր տարածքը, մենք համաձայն չենք ձեզ այդ բանակցել։ Հիմա Իրանը արեց քայլ իր կողմից, ու Տրամփը հաստատեց ու ասում է շատ լավ է, մենք կբանակցենք, բայց այդ քայլը արված է Իրանին, ինչու ես ուրախ եմ, դա ցույց է տալիս, որ մի քիչ գործող իշխանությունները ավելի ճկուն դարձան։ Նախկինում դու գիտեք, շատ կոշտ էր, ասենք իրենց ղեկավարությունը, նաև հոգևոր առաջնորդը բավական կոշտ դիրքորոշում ուներ Միացյալ Նահանգների նկատմամբ, հասկանում ենք, պատճառները բարձ է, բոլորս հասկանում ենք, բայց շատ կոշտ էր։ Հիմա իրանք մի քիչ ճկունություն ցուցաբերում են, չգիտեմ, դա կզսպի կամ կկանգնացնի Տրամփին, իմ կարծիքով Տրամփը լի է վճռականության հարվածնել հասցնել։ Ուժային իրանց տարածք։ Այսինքն ուժային ներգործությունից խուսափելը ձեզ հնարավոր չի լինել։ Շատ դժվար կլինի, քանի որ միք մոռանա, որ Տրամփը շատ բաներ խոստում տվեց աշխարհին, տարբեր ուղղությամբ, եւ Ուկրաինայում կկանգնացնի պատերազմը, եւ չգիտեմ, այլ տեղերում։ Հիմա ժամանակը ցույց է տալիս, որ դժվար է գնում։ Հիմա Իրան պետք են success story, то есть հաջողակ օրինակներ։ Դա է պատճառը, որ անընդհատ ինքը հղում է անում հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, չէ, որ պսակվեց ինչ որ դրական process-ով, ու այդ success story ինքը սկսեց Վենեսուելայից։ Մադուրոին ձերբակալեց, տարավ, դա միանշանակ ինչքան էլ չեն գնահատում, բոլորն էլ դրական են սրտի խորքում, այդ հանցագործ Մադուրոից ազատվեց աշխարհը, ու չի բացառվում, որ ինքը կուզենա Իրանի դեմ կտրուկ քայլեր անել, ոչ միայն Իսրայելի խաթեր, նաև իր խաթեր, որ այս տարի նոյեմբերին կլինեն, գիտեք, կոնգրեսի ներքին պալատի 100%-անոց ընտրություններ ու 30%-ով սենատը կփոխվի, ու պարզ է ինքը ինչ որ արդյունք պետք է տա։ Հիմա քննադատությունը շատ լուրջ է երկրի ներսում Միացյալ Նահանգներում։ Վերադառնանք մեր խնդիրներին մի քիչ։ Տեսեք, Միացյալ Նահանգների առևտրի զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսը Բաքվում էր, հիմա Բաքվից արդեն, եթե չեմ սխալվում, արդեն կամ պիտի ժամանած լինի, կամ երևի օթում են դեռ գա Երևան, այստեղ բանակցություններ կվարեն։ Դրան զուգահեռ մեր արտգործնախարար Շահարատ Միրզոյանը այսօր պետք է Վաշինգտոնում հանդիպի պետքարտուղար Ռուբիոյի հետ։ Դրան գումարած նաև խոսակցություններ կան, որ փետրվարին միգուցե Հայաստան է, ընդ որում միայն Հայաստան է այցելելու փոխնախագահ Վեյսը, եւ այդ այցի ընթացքում տեղի կունենա Թրամփի ուղու հիմնարկեքի արարողությունը։ Այսինքն 3 ըստ էության փոխկապակցված իրադարձություն մենք ունենք, որոնցից մեկը հավանական է, երկուսը արդեն հաստատ։ Հիմա Թրիփը վերջ ինքը արդեն իրողություն է, իրականություն է, եւ պիտի հաշվի նստենք այդ իրողության հետ, թե այնուհանդերձ ինչ որ բաներ կարող են փոխվել։ Շնորհակալ եմ, շատ կարևոր հարց է։ Այո, ես համարում եմ, որ դա իրականություն է, բայց կզարմացնի ձեզ։ Դա կապված չի Ամերիկայից։
դա կապված չի աշխարհից, մենակ մի երկրից, Հայաստանից։ Քանի որ ամերիկացիք պատրաստ են ու այդ ակտիվ երկխոսությունը, բանակցությունները Հայաստանի հետ շատ լուրջ բանակցություններ են գնում, դուք շատ լավ նկատեցիք, որ շատ ու շատ պատվիրակություններ, որոնք գալիս են Հարավային Կովկաս, գալիս են Հայաստան, Հայաստանից գնում են Թիֆլիս, Բաքու, միտքս ինչու՞մ է։ Միացյալ Նահանգները պատրաստ են մեզ դիտել շատ լուրջ ու այդ ծրագիրը իրականացնել, ես ինչքան տեսնում եմ կառավարությունը աշխատում է, ես միանշանակ ողջունում եմ ու այս նախատեսված արված հանդիպումները երկկողմել Հայաստան Միացյալ Նահանգները միտված են նրան, որ բացում արվի այս համատեղ ընկերությանը, կոմպանիայի, որը պետք է ստեղծվի։ Քանի որ միջև դա չստեղծվեց, իրականացում չի կարող լինի։ Ինչքան խոսանք տրիպ, դրանից արդյունք չի լինի, միջև դա չի լինի։ Ինչքան հասկանում եմ դա կլինի, այդ process-ը ստորագրման, նաև հիմա Արարատ Միրզոյանի այցելությունը դրա հետ է կապված, որ վերջնական այդ տեքստը պատրաստեն, այդ ընկերության դենտեղ նյուանսները շատ են, գիտեք, եւ իրավական կողմ կա, եւ քաղաքական մեջը բաղադրիչ կա, հասկանում ենք, բայց նորից կրկնում եմ, այս պետք է մենք հասկանանք, եւ կառավարությունը, եւ մենք հասարակությունը մեզանից է կախված։ Ինչքան մենք ակտիվ կլինենք, այդ կամ կուժեղանանք, Սյունիքը մեր կմնա ու ոչ մի վտանգել չի լինի, քանի որ Միացյալ Նահանգները ասեցին, ստեղ մենք շահ ունենք։ Ես խոսում եմ Դոնալդ Տրամփի Միացյալ Նահանգների մասին։ Շատ լավ, շնորհակալություն, բայց դու պետք է աշխատես։ Ու ես բարեբախտաբար ու շատ ուրախությամբ ասում եմ, ես տեսնում եմ այդ աշխատանքը, բայց նաև շատ նուրբ աշխատում է Թուրքիան ու Ադրբեջանը։ Ես ուզում եմ հիշեցնել մի քանի օր առաջ Ֆիդանը ինչ ասաց։ Մենք գիտենք, որ ամերիկացիք միանշանակ կողմ են այս process-ում Ադրբեջանի։ Ու ճնշում են Հայաստանին, որ ավելի արագ աշխատի։ Դες իրանք էլ հասկանում են, որ ամերիկացիք մեզ հետ են աշխատում։ Ու ուզում են տարածել, չեմ ասում 100% սուտ, բայց մանիպուլացնում են։ Չէ, Հայաստանի հետ էլ աշխատում են, բայց ճնշում են, որ Հայաստանը ավելի խաղաղասեր լինի, բայց Ադրբեջանի կողմ են։ Ոչ, այդպես չի, Ադրբեջանի հետ էլ աշխատում են, դա էլ ձեզ ասեմ, բայց կենտրոնում Հայաստան է, քանի որ այդ մեր ճանապարհն է, հասկանում եք, Մեղրի երկաթգիծը այդ մեր ճանապարհն է։ Դա է պատճառը ամերիկացիք ունեն ստեղ շահեր։ Ու ես պատահական չեմ համարում Ռուսաստանի ցավոտ արձագանքը այդ Թրամփի ծրագրի, այդ Սալավյովի խոսալ, այդ պատահականություն չի։ Իրանք տեսան, որ իրականացում գնում է։ Եթե իրականացում չգնար, հանգիստ կնստեին ինչ է, կխոսային կանցներ։ Ուրեմն դրականը կա, բայց մեզանից շատ բան է կախված, որ այդ դրականը իրականացվի։ Տեսեք, քանի որ խոսք գնաց Ռուսաստանի վերաբերմունքի մասին, այդ մասին մի քիչ ավելի մանրամասնել կխոսենք, բայց վերջերս վարչապետը առաջարկեց ՌԺԴ-ին, հա, որը կոնցեսիոն կառավարման է վերցրել Հայաստանի երկաթգիծը, առաջարկեց արագ տեմպերով, քանի որ դա Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, զբաղվել Ղազախիջևան եւ Ախուրիկ Կարս այդ հատվածների շուտապույտ վերականգնմամբ, մասնագետներ ասում են, որ սարսափելի թվերի մասին չի խոսքը, բայց Ռուսաստանից մինչ այսօր կարող ես բաց եմ թողել, բայց մինչ այսօր որևէ պաշտոնական արձագանք այդ առաջարկին չկա։ Եվ այդ լռության պայմաններում Հայաստանում ես արդեն ինքս էլ քանի հոգու հետ, այսինքն հանդիպել եմ այդ գնահատականներին, որ Հայաստանը այս իրավիճակում ոչ թե պետք է, այլ պարտավոր է հետ կանչել երկաթգիծը կոնցեսիոն կառավարումից ՌԺԴ-ի, որովհետև ՌԺԴ-ն ինքը ֆինանսական մի այնպիսի սարսափելի փոսի մեջ է հայտնվել, որ որևէ բան արդեն անել ինքը ուղղակի չի կարող։ Հիմա ըստ ձեզ ինչ պիտի անի Հայաստանը նման դեպքում։ Նու նախ ուզում եմ ասել, ճիշտ է, Ռուսաստանը ծանր վիճակում է ֆինանսական, նաև այս ռուսական երկաթգծերը ահռելի պարտքեր ունեն, բայց այդտեղ քաղաքական հարց է ու շատ կարևոր է հասկանալ, որ խոսքը գնում է, ասենք 5 կիլոմետրի հատվածների, նաև այդ թվում Երասխ դեպի Նախիջևանի սահման, այնտեղ մի 2 կիլոմետր, որը մեր երկաթգիծը քանդված է, մեր կողմի, իրանց մոտինը կա։ Խոսքը չի գնում միլիարդների, խոսքը համոզված եմ, ընդհանուր գումարը կլինի 100 միլիոնի կարգի, ուրեմն ստեղ քաղաքական հարց է, այլ ոչ թե ու ճիշտ ասեմ, այ մենք քննադատում ենք Ռուսաստանը, իրոք մեզ դավաճանեց, իրոք չկատարեց իր ռազմավարական պարտների պարտականությունը, բայց մեկ բան ես պետք է անկեղծ ասեմ, Ռուսաստանը լուրջ երկիր է։
Ռուսաստանը կլյանքում չի իրականացնի ծրագիր, որը իր շահերի դեմ է։ Ինչքան էլ մեր կառավարությունը կառուցողական չլինի, ինչքան էլ չասի, եկեք ձեզ էլ տեղ տանք, այդ ծրագիրը իրանց դեմ է, հասկանում եք։ Իրանք են այդպես ընկալում։ Ես չեմ համարում որ դեմ է, բայց իրանց այսօրվա քաղաքականությունը, այդ ազդեցության գոտիների քաղաքականությունը, որը այդ թեման հիմա իրանց մոտ ամենաակտուալ թեմա, այդ կոնտեքստով իրանց շահերից չի բխում։ Որը իրանց շահն է, եթե մենք Ադրբեջանի հետ հիմա սկսեցինք համագործակցել նավթի, բենզինի ոլորտում։ Այդ նշանակում ավելի շատ ստեղից նավթ կբերենք, քանի որ նվազագույնը 20%-ով ավելի էժան է, քան ստե ռուսական։ Դες այս ծրագիրը չի բխում իրանց շահերից։ Ուրեմն մենք պետք է նաև չհամաձայնվելով Ռուսաստանի հետ հարգենք իրանց, որպես լուրջ երկիր, ուրեմն չեն կառուցի։ Այստեղ առաջանում է հարց։ Այ եթե իրանք ոչ մի բան չեն անում, ինչ պետք է անեն։ Միանշանակ կոնցեսիայի պայմանագիրը պետք է չեղյալ համարվի։ Մեր կառավարության կողմից դենոնսացիա, չգիտեմ ոնց ուզում եք ասեք, բացատրեմ ինչու։ Մեր վարչապետը դիմեց, ասեց կենսական նշանակություն ունեցող հարց է։ Մենք ձեզ չտվեցինք, իրոք ասում են հա։ Հիմա այդ հատվածները կառուցեք, որ մենք կարողանանք աշխատել, ու ստեղ մենք ձեզ ծրագրերի մեջ կմտցնենք։ Իրանք եթե չեն կառուցում, ու քանի որ շատ սուղ է ժամանակը, մեզ համար անչափ կարևոր է ժամանակը, բարձր մենք պետք է սկսենք այդ պրոցեդուրան դուրս գալ այդ կոնցեսիայից։ Հիմա նյուանսները իրավաբաններից շատ լավ, իմացեք, նախ երկու բայց որոշում կառավարությունը պետք է ինչքան կարելի է շուտ կայացնի, ինչքան կարելի է շուտ։ Երկու ճշտող հարց։ Նախ առաջինը, եթե անգամ Հայաստանի իշխանությունները գնան կոնսենսիոն պայմանագրի դենոնսացիայի, արդյոք դա չի դիտվի որպես քաղաքական գործողություն եւ դեմարշ։ Եվ երկրորդ, ես չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը, երբ դուք ասում եք, որ Ռուսաստանին այդ ծրագիրը նկատի ունեմ հյուսիսով անցնող երկաթգիծը ձեռնտու չի, որովհետև ըստ էության նման ձևով Ռուսաստանը հնարավորություն է ստեղծում իր համար նաև ուղիղ երկաթգծային ճանապարհով կապվել Թուրքիայի հետ։ Ինչ է այդտեղ ձեռ չի տալիս։ Ну, գիտեք, այդ ինչ դուք ասեցիք, դա նորմալ տրամաբանություն ունեցող փորձագետի, լրագրողի Ռուսաստանում տրամաբանությունը այլ է։ Հիմա կարող եմ ձեր պատասխանին հարցին պատասխանել հարցով։ Ես չեմ պատասխանի, բայց հա։ Հա, մի պատասխանի։ Ինչ տրամաբանություն կար թշնամացնել մեծ ժողովրդին իրենց դեմ։ Ես խոսում եմ Ուկրաինայի ժողովրդի։ Դուք չեք պատկերացնում, ես Ուկրաինայում շատ եմ եղել միջև այս վերջի պատերազմական գործողությունները։ Միջ այդ չեմ խոսում 14 թվի 2014-2005 թվականների, այդ դրա մասին չեմ խոսում։ Նույնիսկ միջև 2022 այս վերջի պատերազմ, դուք չեք պատկերացնում ինչ վերաբերմունք է ռուսաց լեզվի նկատմամբ։ Բոլոր տեղերում խոսում են ռուսերեն։ Ես 19-20 թվականներին Կիևում եղել եմ, Կիևում էլ Լվովում էլ այնտեղ երևի մի հոգու է տանտիր։ Ոչ մի թշնամանք չենք լսել եւ այլ, բայց իրանք գնացին այդ քայլի ու դարձրեցին եկա ժողովուրդ, թշնամական ժողովուրդ։ Նաեւ այդ թվում այն մարդկանց ապրող Ուկրաինայում, Ուկրաինայի քաղաքացի, ովքեր ուկրաինացի չեն ազգության։ Միտքս ինչու՞մ է։ Պուտինյան Ռուսաստանը ունի ինչ որ առանձնահատուկ ընկալում աշխարհընկալում ու դա շատ հասկանալ տրամաբանորեն առանձին դեպքերում դժվար է։ Հիմա այդ առանձնահատուկ ընկալումների սահմաններում, եթե մենք կոնցեսիոն պայմանագիրը հետ ենք կանչում, դենոնսացնում ենք, դա չի դիտվելու որպես թշնամական գործողություն Հայաստանի կողմից։ Ես ինչքան տեսնում եմ, նույնիսկ երբ որ Հայաստանը այլընտրանքներ ման է գալիս, տարբեր ոլորտներում դա էլ թշնամական է ընկալվում։ Դες թշնամական ցանկացած քայլ դեպի սուվերենություն ընկալվում է։ Հասկանում եք։ Օրինակ, այդ մեծ գաղտնիք չի, Ռուսաստանը մեզ զենք չի տալիս։ Ես ոչ թե խոսում եմ իմ գնահատականի մասին։ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը մեզ զենք չտալ։ Իրանք Ադրբեջանի հետ պայմանավորվեցին, որ Հայաստանը դեմիլիտարիզացիա պետք է արվի։ Դա 20 թվի պայմանավորվածություններ են։ Լեգալ, կիսա, գաղտնի, բաց։ Հիմա մենք փորձում ենք այլընտրանքներ ման գալ, չէ՞, պետք է մեր կառավարությունը պետք է մտածի իր քաղաքացիների մասին։ Ու դա ուղղակի չի պարզ է Ռուսաստանի դեմ, ավելին մերոնք ես կասկած չունեմ, եթե Ռուսաստանը
ուզենա կաշխատեն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, բայց իրենք չեն ուզում։ Բայց գիտեք ինչ կան խանդոտ ընդունում են մեր համագործակցությունը այդ ոլորտում։ Նույն էներգետիկայի ոլորտում շատ խանդոտ։ Իրանք ասում են ինչի գնում եք օրինակ ամերիկյան ատոմակայանի տարբերակը քննարկում։ Ընդհանրապես ինչու է քննարկում։ Հա, ինչի եք քննարկում։ Բայց իրանք չեն ասում համաձայնվեք, չհամաձայնվեք, մենք դեմ ենք։ Ասում են ինչի եք քննարկում։ Ես էլ հարց եմ տալիս, դուք ուզում եք մեր մոտ ատոմակայան կառուցել։ Այդ օֆիցիալ մենակ ասում են, որ ուզում են, բայց ես ունեմ հստակ տվյալներ, որ օդում կախված լուրեր ապրեք, որ չէ, նախապայմաններ են դնում։ Նաև ֆինանսական լուրջ նախապայման, ինչ որ գումարներ են պահանջում, ինչ որ ուսումնասիրությունների համար, ի վերջո գիտեք ճիշտ է ասեմ ձեզ, էլի, իմ ամեն ինչ հասնում է, մեր կառավարությունը խաղի կանոնները իմիջիալոց հարգում է։ Այդ արտահոսքեր չի տալիս, քանի որ այդ լուրջ բանակցություններ են Ռուսաստանի հետ, Ամերիկայի հետ, Մեծ Բրիտանիայի, բայց ի վերջո փոքր երկիր է, ի վերջո մեզ հասնում է, չէ, ինֆորմացիան։ Ու ես գիտեմ, որ ատոմակայանի հետ կապված իրանք այդքան էլ վիզ չեն դնում, որ մեզ մոտ նորը կառուցեն։ Ինչ եմ ուզում ասել, ստացվում է այդպես, որ իրանք չեն ուզում, որ մենք մյուսների հետ աշխատենք, բայց դրա դիմաց բան չեն տալիս։ Ու այդ խնդրեմ է Հայաստանի համար։ Հիմա չեն տալիս, բայց պահանջում են, եկեք այդ դրամաբանության մեջ փորձենք այլ բան էլ հասկանանք։ Տեսեք, փոխվարչապետ Օվերչուկը վերջերս ասաց, որ Հայաստանը պետք է հաշվի նստի իրողության հետ, որ TRIP-ի գործարկումը, Թրամփի ուղու գործարկումը կարող է հակասության մեջ մտնել Եվրասիական տնտեսական միության ներքին կանոնակարգի հետ, այսինքն կանոնադրության հետ, իսկ դա ռիսկի տակ է դնում ընդհանրապես Հայաստանի անդամակցությունը այդ միությանը։ Անցավ ինչ որ ժամանակ Հայաստանից չարձագանքեցին ըստ էության սպառնալիքին, եկավ արդեն երկրորդ փուլը, երբ Սոլովյովը արդեն մի քանի օր առաջ արդեն անընդհատ դա քննարկվում է, ըստ էության ինքը չասեց հենց Հայաստանի դեմ, բայց կոնտեքստում խոսքի Հայաստանը առանձնացավ, Հայաստան կենտրոնական Ասիա, ռուսական ազդեցության գոտի անվան տակ, ասեց եթե մենք սկսել ենք ռազմական օպերացիա Ուկրաինայի դեմ, ապա ինչու մենք չպիտի դա անենք, որպեսզի վերականգնենք մեր ազդեցության գոտին կամ մնանք մենք մեր ազդեցության գոտում։ Սա բնականաբար արձագանքի բերեց, ընդ որում մենք մեր արձագանքից եք տեղյակ, մենք չգիտենք այնտեղ ղազախները, ղրղզներն ու ուզբեկները այնտեղ ինչ հայհոյախոսությամբ են զբաղված առ պարոն Սալովյով, բայց հիմա սա ինչ է խաղի նոր կանոններ, թե ինչ որ չգիտեմ, երբեմն նաև մեկնաբանություններ կան, որ Ռուսաստանը հուսահատվել է արդեն, այսինքն սրանք հուսահատ փորձել են վախացնել։ Ну, ստեղ տարբեր ձևերով կարելի է ընկալել այդ հայտարարությունները, առանքում էլ ուզում եմ ձեզ հիշեցնել, հիշում եք Մարիա Զախարովայի 1-2 անգամ այս առանքում եւ նախ դեկտեմբերին եւ հունվարին չեմ հիշում, բայց դեկտեմբերին եղել է, երբ որ Մարիա Զախարովան ասում էր Եվրոմիության հետ համագործակցությունը, եթե խորանա, դա հակասում է ԵԱՏՄ-ի խաղի կանոնների։ Դուք չեք կարող անդամ դառնալ։ Մենք դեռ անդամակցության նույնիսկ դիմում չեն գրել։ Ուղղությունը քաղաքական ընտրել ենք, բայց դիմում չեն գրել, կարող է 5 տարի էլ չգրենք։ Ես կողմնակից եմ, որ դիմում գրենք Եվրոմիության անդամ դառնալու ճանապարհով գնանք, բայց կառավարությունը դեռ այդ քայլ չի արել։ Կառավարությունը Հայաստանի ցուցաբերում է բավական հավասարակշռված մոտեցումներ ու փորձում է բալանսավորել, բայց տեսակ իրանք ասում են չէ, իմացի այսօր որ դու չես կարող ու ճիշտ եք ասում Օվերչուկի ասածը դա զգուշացում է, հիմա իրանք ածնում են բաց սպառնալիքի, ես չեմ կարծում որ դա հուսահատման ինչ որ բան էր, Սալովյովը առանց Կրեմլի ոչ մի բան չի ասում, իր ազատությունների աստիճանը շատ փոքր է ու եթե ինքը բաց սպառվում է, որ այդպես կոչված военная операция, չէ, спецоперациան պետք է անցկացվի, ուրեմն ինքը ստացավ դաբրո Կրեմլից ինձ, ուրեմն պետք է լուրջ մոտենանք, խուճապ, բան, չգիտեմ, միստերիա պետք չի մեզ անել, բայց պետք է լուրջ մոտենանք, իմիջիալոց արտգործնախարարությունը արձագանք եք չերեք, բողոքի նոտա ներկայացրեց,
Բայց ես չեմ համարում, որ Ռուսաստանը չի կարողանալու անցկացնել ինչ-որ օպերացիա Հայաստանում։ Պետք չի, շատերը ասում են, ընդհանուր ցամաքային սահման չունենք, հիբրիդային պատերազմի մեթոդները տարբեր են, անպայման չի զորքով մտնել, կետային ինչ-որ քայլեր կարող ես անել, ապակայունացնել երկիրը, ուրեմն պետք է զգուշավոր լինես եւ պահանջես բացատրություն Եվ անպայման մտնես կապի մեջ տարբեր մակարդակներով Ռուսաստանի հետ, բայց ես չեմ համարում, որ դա օդ կրակոց էր։ Դա շատ լուրջ զգուշացում էր, որ ձեր համագործակցությունը մեզ դուր չի գալիս, նաև տրիպը, այս տրապի ծրագիրը, ուրեմն պետք է արձագանքենք խելոք, առանց էմոցիաների, բայց հստակ տեղը դնենք։ Հիմա տեսեք, օրինակ երեք պարոն Խուրշիդյանը, Հովսեփ Խուրշիդյանը իմ հյուրն էր, ինքը ինչեր ասում էր Ադրբեջանին եւ Ռուսաստանին պարզ է ինչու, Ադրբեջանին հատկապես ձեռնտու չի, որ Հայաստանը լինի բնական դաշնակից արևմուտքի տարածաշրջանում, որովհետեւ այդտեղ արդեն տրամաբանություն է փոխվում։ Բայց Ադրբեջանը նաև ինքը բավական անհարմար իրավիճակում է, որտեղ արևմուտքի հետ առճակատման գնալու այս պահին գոնե ռեսուրս չունի, մյուս կողմից Ռուսաստանի հետ էլ մոտ անելու էլի առանձնապես ռեսուրս չկա, որովհետև Ռուսաստանը ինքը այս պահին այդքան ուժեղ չի։ Եվ երկրորդը դա կառաջացնի արդեն արևմուտքի արձագանքը։ Հիմա այդ դեպքում, երբ ասում ենք պետք է լուրջ մոտենանք, ժամանակին մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն էր օգտագործում Հայաստանի դեմ որպես սպառնալիք, Ռուսաստանը օգտագործում էր Ադրբեջանին, ինչ որ բան չէինք անում, 22 թիվ էր լինում, հետո 23 թիվ էր լինում։ Հիմա ինչ պիտի անեն։ Նախ ուզում եմ ասել պարոն Խուրշիդյանի այդ մտքերի հետ ես ընդհանուր առմամբ համաձայն եմ։ Հիմա իրոք ինչ անենք։ Կա մեկ մոտեցում, որի մասամբ կողմնակից էի ես, օգտագործենք այդ թույլ կողմերը Ադրբեջանին ճնշելու համար։ Օրինակ, օգտագործենք այն փաստը, որ հայաթափեցին իրանք ուժով Լեռնային Ղարաբաղը, օգտագործենք այն փաստը, որ այնտեղ մարդու իրավունքների մասսայական ոտնահարում է գնում։ Բայց կառավարությունը Հայաստանի իմ կարծիքով ընտրեց միգուցե լավագույն տարբերակը համագործակցում են Ադրբեջանի հետ։ Չեն փորձում սրել հարաբերությունները այլ հարցերով։ Կոպիտ ասած ասում են, գիտես ինչա, մենք չենք սրի հարաբերություն, բայց դու էլ քեզ կարգին բայ էլի, արի սկսենք համագործակցություն։ Ու միգուցե կյանքը ցույց կտա, որ դա ամենալավ տարբերակն է, բայց ես նորից կրկնում եմ, օրինակ ես նաև մտածում եի, որ լավ կլիներ կոպիտ ասած առանձին դեպքերում նեղության մեջ գցել Ադրբեջանը։ Ես այդպես էի մտածում, բայց ժամանակը ցույց տվեց, որ կառավարության դիրքորոշումը աշխատեց։ Գիտեք, շատերը մտածում են, դե ուղարկեցին նավթ։ Մարդիկ չեն հասկանում դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք ստացանք այլընտրանք, որը ստիպում է ու կստիպի Ռուսաստանին գները իջացնել այն բենզինի, այն նավթամթերքների, որոնք իրանք ուղարկում են։ Այո, մենք նաև նավթամթերքներ ստանում ենք, գիտեք, Իրանից, էլի չեմ հիշում, էլի երկրներ կար մի քիչ ստանում ենք, բայց գլխավորը 70%-ը գալիս է Ռուսաստանից։ Հիմա այս նավթը Ադրբեջանից ու բենզինը կոտրում է Ռուսաստանի մենաշնորհը։ Ինչ եղավ, Ադրբեջանի միջոցով էլ կոտրենք այդ մենաշնորհները, քանի որ մեզ պետք է որ շուկա աշխատի նաև բենզինի հարցով, նաև դիզելի հարցով։ Ուրեմն ես ուզում եմ ասել, ստեղ այո, մտածելու բան կա, բայց կարծես կառավարությունը լավագույն տարբերակ ընտրեց։ Բենզինի շուկան հասկանալի է, լավ, բայց էլի նաև մեղադրանք կա ուղղված ճիշտ էկոնոմիկայի նախարարը վերջերս ասաց, որ այդ խնդիրը կհարցվի, կարգավորվի, որտեղ այստեղ Միգոլյանի ֆուտբոլի տպավորություն է ստեղծվում, որտեղ Ադրբեջանից մենք ստանում ենք ինչ-որ բաներ, Ադրբեջանը մեզնից ոչինչ չի ստանում։ Հետո բայց ես այդ կամ գիտեմ, որ հիմա բանակցություններ գնում են մի քանի ապրանքատեսակներ, որ Ադրբեջանը ստանա, ընդունի, դա կոնյակի հետ է կապված, լոլիկի հետ կապված, կան ապրանքներ, ֆոլգան այդ փայլատի թեղ ապրանք, այ ֆոլգայի հետ կապված, որ կան ապրանքներ, որ իրանց հետաքրքրում է, քանի որ այնտեղ ոնց է կառավարության քաղաքական մակարդակով կառավարությունները համաձայնվեցին։ Հետո իրանք
բերեցին կոպիտացած իրար հետ կապեցին բիզնեսը ու այդ բիզնեսը հիմա քննարկում է ու այն ինֆորմացիան որը եւ ԶԼՄ-ներում կա կարծես թե Ադրբեջանը ներկայացրեց ցուցակ այն ապրանքների որոնք իրենց համար հետաքրքիր են նո եթե դա աշխատի այո ձեր պատասխանին ձեր հարցին պատասխանը դրական կլինի Շատ լավ սպասենք շնորհակալություն զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ես Լևոն Սարդարյանն եմ կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին նույն վայրում հաջողություն եւ համբերություն բոլորիս